դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել եւ նա ազատվել է աշխատանքից, կուզենայինք հասկանալ նախ եթե նման բան տեղի չի ունեցել, ապա ինչ պատճառներով, որտեղ են ապացույցները։ Մեղադրանք է առաջադրվել, նկատի ունեք իրավական հարթության մեջ է հարցը գտնում, այսինքն դատախազությունն է մեղադրանք առաջադրել։ Չէ, դատախազությունը չի մեղադրանքն առաջադրել, մեղադրանքը առաջադրվել է մարզպետարանի կողմից եւ բացատրվել է, որ տնօրենը քաղաքական զսպվածություն չի ցուցաբերել եւ հետո արդեն ամսի 17-ին են մեղադրական նամակն ենք ստացել դպրոցի մելով ամենայն հավանականությամբ, իսկ արդեն 2 օրը այն, որ նա ազատված է աշխատանքից։ Լավ, շատ լավ, եթե հարցը իրավական դաշտում չի, այլ հարց է, այդ դեպքում առաջարկում եմ ուղղակի դուք այն ինչի համար որ հավաքվել եք, տեսա նաև որ դիմում ունեք։ Առաջարկում եմ դիմումը փոխանցել ինձ, մենք նախարարությունում կուսումնասիրենք եւ քանի որ դպրոցը գտնվում է մարզային ենթակայության ներքո, նաև մարզպետանից բարձրաբանում կպահանջենք, կխնդրենք հասկանալու համար ինչն է պատճառը դպրոցի տնօրենին ազատելու։ Բայց նաև հարգելի գործընկերներ, ուզում եմ նշել, որ եւ կրթության մասին օրենքով եւ հանրակրթության մասին օրենքով հստակ ամրագրված է, որ դպրոցը ապաքաղաքական կառույց է եւ դպրոցի տնօրենը կամ վարչատնտեսական համակարգողը քաղաքական զսպվածություն պետք է ունենան եւ որևէ առումով քաղաքական գործընթացներին չմասնակցեն աշխատանքի ժամերին։ Սա ուղղակի գիտություն փոխանցում եմ ձեզ, իսկ դիմումը կուսումնասիրենք մարզի հետ համատեղ։ Որ դուք ասացիք, որ դպրոցում նման բան տեղի ունենալ չի կարող եւ այլն, ես ինքս էլ տնօրենի հավաստագիր ունեցող անձ եմ, վերապատրաստումն անցել եմ, օրենքներից շատ լավ տեղյակ ենք, ընդ որում ասեմ, որ նմանատիպ որևէ բան մեր դպրոցում բացառված բան է, նմանատիպ բան տեղի չի ունեցել։ Մենք զուտ ուզում ենք այդ անհիմն մեղադրանքը հանել։ Մենք նախարարության դիրքորոշումը հստակ է։ Ես օրենսդրությունը ձեզ ասեցի, իսկ ինչ վերաբերվում է կոնկրետ ձեր դպրոցի դեպքին, միջև չուսումնասիրենք, որևէ բան ասել չենք կարող։ Հետաբար խնդրում եմ դիմումը փոխանցել ինձ։ Դուք գնացեք ձեր աշխատանքին, հարգելի գործընկերներ, ճիշտ է արձակուրդային ռեժիմ է, բայց արձակուրդը ավելի շատ սովորողներին է վերաբերում։ Խնդրում եմ գնացեք դպրոց ձեր աշխատանքով զբաղվեք, կուսումնասիրենք մարզի հետ համատեղ ձեզ կպատասխանենք։ Իսկ պարոն վարչապետին ուղղված մեր դիմումը էլի դուք եք հանձնելու։ Ես առաջարկում եմ նախարարության ուղղված դիմումը ուսումնասիրել, որից հետո ձեզ պատասխան կուղարկենք, եթե ձեզ չգոհացնի, անհրաժեշտություն կգտնեք, նոր կդիմեք պարոն վարչապետին։ Ներողություն կներկայանեք։ Հանրակրթության վարչությունից եմ, հանրակրթական եւ արտադպրոցական հաստատությունների համակարգման բաժնի պետն եմ։ Սարդարյան Ստալ։ Տեսեք, դուք ուսուցչին ասում եք, որ պիտի իրենք քաղաքական որևէ Չէ, բայց դուք օրինակ կոնկրետ օրինակներ ունեք, երբ ուսուցիչը, դպրոցի տնօրենը մասնավորապես քաղաքական Եթե հարցազրույցի կարիք կա, խնդրում եմ մեր հասարակայնության հետ կապերի վարչության հետ համաձայնեցրեք, խնդրեմ սիրով ինչ-որ ժամ կպայմանավորվենք, խոսենք։ Շատ լավ, հարգելի գործընկերներ, խնդրում եմ վերադարձեք դպրոց, ինձ էլ կներեք ստեցություն։ Շնորհակալություն։